Եկեղեցին կնոջը դիտարկում է որպես մարդ։ Գոյություն ունի ընդամենը երկու սեռ, եւ սեռը չի ընտրում մարդը։ Առաջինը հաղորդության տղամարդկանց մոտենալու սովորույթը տեղական սովորույթ է, այսինքն կան համայնքներ, որտեղ կա դա, կան համայնքներ, որտեղ չկա դա։ Բարձրանում են խորանը կամ սպասարկելու կամ մաքրելու համար։ Ամեն տեղ կինը կարող է գնալ, չգիտեմ, առանց գլխաշոր։ Բայց այ եկեղեցի գնալուց հիշել, որ պիտի լինի գլխաշորով, կրել այդ գլխաշորը, առանձնացնում է, սրբացնում է այդտեղ գնալը։ Չկան նման օրեր, որ կինը կնոջ արգելվում է եկեղեցի մտնել։ Հավատը տկարանում է մարդկանց մեջ։ Մարդիկ սկսում են հարյուրորդական բաներին ուշադրություն դարձնել։ Միացել է Հիսուս Քրիստոսին ու հասել է քրիստոնեական կատարելությանը, Մարիամ Աստվածածիններ։ Բարև ձեզ։ Նոր հայացք հաղորդաշարի ընթացքում այսօր խոսելու ենք եկեղեցում կնոջ ներկայության ու դերի մասին։ Մեր տաղավարում Տեր Տիգրան Քահանա Բադիրյանն է։ Տեր հե, շատ շնորհակալ ենք, որ այսօր այստեղ եք ու քննարկելու ենք մի թեմա, որի վերաբերյալ թյուր կարծիքները շատ են։ Տեր հեր, կա դժգոհություն, որ եկեղեցում տղամարդիկ ունեն առավելություններ, նույնիսկ նշվում է, որ կինը օտարված է։ Հաճախ նման օրինակներ են բերում, որ հաղորդվելիս առաջինը մոտենում են տղամարդիկ, որ կա կնքահոր կերպարը, բայց կնքամոր կերպարին այդքան մեծ ուշադրություն չի դարձվում եւ այսպես շարունակ։ Ես էլ շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Իրոք մանավանդ 20-րդ դարի սկզբից ֆեմինիստական շարժումների հետևանքով եկեղեցում, ընդհանրական եկեղեցում լայնորեն քննարկվում է կնոջ դերը, նշանակությունը եկեղեցում, ծիսական ներգրավվածությունը եւ տարբեր երբեմն իրար հակասող կարծիքներ կան կնոջ դերի ու նշանակության մասին, բայց հասկանալու համար ընդհանրապես կնոջը որպես կերպար, որպես անձ, հա, եկեղեցում պետք է նախ եւ առաջ փաստենք ու արձանագրենք, որ եկեղեցին կնոջը դիտարկում է որպես մարդ։ Հիմա սա առաջի հայացքից կարող է շատ պարզունակ, հա, պնդում թվալ, բայց մարդ հասկացողության տակ եկեղեցին ունի կոնկրետ աստվածաբանություն, այսինքն փրկաբանությունը տղամարդու ու կնոջ չի տարբերվում իրարից, այսինքն չկան գործառույթներ, որ վերապահված են միայն տղամարդկանց փրկվելու համար, չկան գործառույթներ, որ վերաբերելու են միայն կանանց փրկվելու համար, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ կինը եւ տղամարդը ունեն առանձնահատկություններ, ֆիզիոլոգիական առանձնահատկություններ ակնհայտ եւ հոգեբանական առանձնահատկություններ ակնհայտ եւ եկեղեցին չի ուզում կամ չի դիտարկում անձին օտարված իր բնությունից, որովհետեւ մարդու սեռը այն գործիքակազմն է նաեւ, որ պետք է տանի իրեն փրկության, այսինքն սեռի նկատմամբ եկեղեցու ընկալումը, մարդու սեռի նկատմամբ ընկալումը բխում է որպես գործիք, որը պիտի փրկի իրեն, այսինքն օգտակար լինի։ Եվ սրանով է պայմանավորված նաև, որ եկեղեցին սեռափոխության եւ սոցիալական սեռի մասին իր պատկերացումները կառուցում է մի պարզ ճշմարտության վրա, որ գոյություն ունի ընդամենը երկու սեռ եւ սեռը չի ընտրում մարդը։ Ինչ է նշանակում չի ընտրում մարդը, այսինքն մարդը նաև պատասխանատվություն չունի դրա համար, հա, որովհետև եթե ես չեմ ընտրել լինել տղամարդ, ուրեմն ես չունեմ նաև պատասխանատվություն այդ ընտրության համար, նույն կերպ նաև կինը։ Հիմա որևէ կին ծնվելով չի կարող պատասխանատվության ենթարկվել իր ֆիզիոլոգիական առանձնահատկությունների համար, իր առողջության համար, որովհետև դա նրա ընտրությունը չէ, հա։ Եվ այս հարցով կնոջ ֆիզիոլոգիայով պայմանավորված որոշ արգելքներ, որոնք առկա են տարբեր հասարակություններում, տարբեր կրոններում, տարբեր ժամանակներում, սրանք մի կողմ են գնում, այսինքն այլևս քննարկման առիթ չեն։ Ինչ վերաբերում է տղամարդկանց գերակայությանը եկեղեցում, պետք է մենք առերեսվենք պատմական իրականության հետ։ Քրիստոնեությունը հիմնականում տարածվել է պատրիարխիալ, այսինքն հայրիշխանական հասարակություններում եւ հայրիշխանական ընկալման միջավայրերում, որտեղ տղամարդիկ իրենց բնական դոմինանտությունը, գերակայությունը ցույց են տվել եւ իշխել են տղամարդիկ։ Բայց եկեղեցում կանոնական առումով
այս ընկալումները արտացոլվում են, բայց չեն պարտադրվում որպես դավանաբանություն, հա, որպես վարդապետություն եւ պետք է ընդհանրապես տարբերել եկեղեցաբանության մեջ այն կանոնները, որոնք վերաբերում են կենցաղը կազմակերպելուն, կոնկրետ հարցը լուծելուն, եւ այն կանոնները, որոնք վերաբերում են վարդապետությանն ու դավանաբանությանը, որովհետեւ նույնը կա նաեւ 5 կտակարանում, փորձեմ ավելի լայն առումով սրան անդրադառնալ, որովհետեւ կան կանոններ, որոնք բխում են պահի անհրաժեշտությունից, թե ինչ է պետք անել այդ պահին, կան կանոններ, որոնք չունեն ժամանակի սահմանափակում, որոնք հավիտենական են իրենց էությամբ։ Եվ նույն կանոնները, նույն օրենքները կան նաև 5 կտակարանում, հա, ոչ միայն կանանց վերաբերվող, այլև տղամարդկանց վերաբերվող, օրինակ տարբեր կարիքները մարդկային, հա, կենսագործունեության, հոգալու հեռավորությունը բնակատեղից, չգիտեմ, կենդանիների սատկած կենդանիներ ուտել չուտելու, միսը մշակելու, պահելու եւ այլն, որոնք բնականաբար այն ժամանակում, երբ որ կան օրինակ սառնարաններ, կան հատուկ սանհանգույցներ, սրանք կիրառելի կանոններ չեն։ Եվ նույն կերպ նաև որոշ համայնքներ ունեն իրենց կանոններն ու իրենց օրենքները ավելի հասարակական ընկալումներից ենթադրվող, քան թե աստվածաբանությունից բխող, հա։ Եվ առաջինը հաղորդության տղամարդկանց մոտենալու սովորույթը տեղական սովորույթ է, այսինքն կան համայնքներ, որտեղ կա դա, կան համայնքներ, որտեղ չկա դա։ Եվ բնականաբար այն համայնքներում, որտեղ կա, փորձում է դա փորձ է արվում մեկնաբանել աստվածաբանական տարբեր ընկալումներով, հա, կանոններով, օրինակ շատ հայտնի է, որ քանի որ Աստված առաջինը ստեղծեց տղամարդուն, հետո կնոջը, դրա համար առաջինը տղամարդը պետք է մոտենա, հետո կնոջը, բայց այդտեղ հարց է առաջանում, առաջինը կենաց ծառից օգտվեց կինը, ուրեմն պետք է առաջինը թողենք ինքը օգտվի, որովհետև հաղորդությունը ըստ էության նույն պտղի ճաշակումն է։ Այսինքն սրանք վիճելի հարցեր են, որոնք հովվական նկատառումներով շատ ժամանակ ասվում են եւ թողնված են ընդհանուր առմամբ հովվի եկեղեցու պատասխանատուի, եկեղեցուն սպասարկող հոգևորականի հայեցողությանը, որտեղ իրենց մեջ դավանաբանական որևէ խորք չեն կրում, հա, այսինքն հաղորդությունը հաղորդություն է եւ չի փոխվում հաղորդության էությունը եւ փրկագործ կարեւորությունը, անկախ նրանից տղամարդիկ կմոտենան, թե կանայք, թե ընդհանրապես ուղղակի հերթը կլինի առանց սեռի խտրականության։ Կան համայնքներ, որտեղ երեխաներն են առաջինը մոտենում, ես կոնկրետ հակված եմ դրան, որ հաղորդությանը պետք է մոտենան առաջինը երեխաները։ Ասել, որ սա կանոն է, իհարկե չեմ կարող ասել, որ կանոն է, ես կարծում եմ, որ դա կարևոր մոտեցում է, որ Քրիստոսի խոսքի համաձայն, որ մի արգելեք երեխաներին, հա, դրանց եւ թողեք, որ մոտենան, բայց սա երբեք կանոնական ուժ ունենալ չի կարող։ Նույնը նաեւ հաղորդության դեպքում ես գիտեմ, որ իհարկե շատ հոգեվորականներ իրենց դաստիարակության եւ համայնքում եղած իրենց փորձառության կընդդիմանան այս պնդմանը, հա, բայց պետք է ճշմարտությանը նայել ինչպես որ է եւ երբևէ եկեղեցում կանանց ծիսական մասնակցությունը չի ենթադրում սեռերի սուբորդինացիա, ենթադրում է ընդհանրապես գործառույթների սուբորդինացիա, մահմեդական երկրներում կան եկեղեցիներ, որտեղ կանայք եւ տղամարդիկ առանձին են աղոթքի կանգնում, բայց սա կիրառելի չէ ամբողջ եկեղեցու համար, հա, եւ օրինակ հագուստի վերաբերյալ, եթե կինը, եթե կինը պետքա հագնված լինի պատշաճ կերպով, նույն ձևի տղամարդուն էլ վերաբերել է սպորտային հագուստով, կիսատաբատներով եւ այլն եկեղեցի չգալու, բայց սա էլի ոչ թե կանոնական խնդիր է կամ փրկաբանությանը վերաբերող, այլ մարդու մեջ հարգանք, պատկառանք եւ աղոթական վիճակ ստեղծելու գործիքակազմ ընդհանրապես եւ իհարկե գայթակղությունը մեծ է նման բաները վերածել հավատքի, բայց սրանք իրականում հավատքի հետ չառնչվող բաներ են։ Ես չեմ ասում, որ վնասակար են, վատ են, որ պետք չեն, բայց հավատքի հետ չառնչվող բաներ են եւ պետք է տարբերակել այս ամեն ինչը։ Ինչ վերաբերում է կանանց ծիսական ներգրավվածության մեջ, ծիսական արարողությունների ներգրավվածության մեջ, հիմնական կանանց խորան բարձրանալ չբարձրանալու հետ կապված, տեսեք,
եթե մենք նայում ենք կանոնական տեսանկյունից, որովհետև շատ մարդիկ, հա, ովքեր փորձում են ցույց տալ, որ կինը պետք է խորան չբարձրանա, իրանք բերում են հիմնականում Լաուդիկեի ժողովի կանոնները։ Ես չեմ մանրամասնի, թե ինչքանով է Լաուդիկեի ժողովի կանոնները կիրառելի հայ եկեղեցու համար, որտեղ դա պատմական առանձին քննարկման թեմա է, բայց ընդհանուր աստվածաբանական մոտեցումը մեր կայանում է նրանում, որ խորան առհասարակ ոչ ոք իրավունք չունի բարձրանալ, հա, եւ բարձրանում են խորանը կամ սպասարկելու կամ մաքրելու համար, այսինքն ուղակի հոգեվորականը կամ տղամարդը մկրտված ուղակի իր ցանկությամբ ըստ կանոնների եմ ասում, հա, չի կարող բարձրանալ ուղակի խորան։ Պիտի ինքը կամ մաքրի այդ խորանը, սպասարկի այդ խորանին, կամ ծառայություն մատուցի դրան։ Եվ քանի որ պատմականորեն կանայք չեն ծառայել եկեղեցում, հա, խորանի մոտ չեն ծառայել, դրա համար էլ կանանց բարձրանալը խորան մենք նախադեպեր չենք ունեցել դրա, հա, այսինքն սա արգելք է ոչ միայն կանանց համար, այլ նաև այն տղամարդկանց համար, ովքեր չեն բարձրանում խորան մաքրելու խորանը կամ ծառայություն մատուցելու։ Այս արգելքը ընդհանուր արգելք է, չի վերաբերելի չի միայն կանանց, ուղղակի պատմական դասավորվածությամբ, ավանդության բերումով ստացվել է այնպես, որ կինը խորան չի բարձրանում ընդհանրապես։ Դեր կներեք, որ ընդհատում եմ ձեզ, հաճախ հենց դժգոհությունները այդ գլխաշոր կրելու հետ կապված են լինում, որ կանայք ասում են մենք խոնար ենք եւ պարտադիր չի որ գլխաշոր կրենք, որոշներն էլ այսպես վեճի են բռնվում, որ պարտադիր է, մենք կրում ենք, դուք էլ կրեք։ Այստեղ փաստորեն ավանդույթի հարց է կրկին։ Տեսեք, Պողոս Առաքյալի Կորինթացիներին ուղված թղթում, նաև Տիմոթեոսին ուղված թղթում, Տիմոթեոսը Կորինթոսի եպիսկոպոսն էր, նաև կա նման պատվեր կնոջ գլուխը ծածկելու մասին, բայց պետք է Սուրբ Գիրքը ընթերցելու ընկալելու համար պետք է հասկանալ, որ Պողոս Առաքյալը Կորինթացիներին ուղված նամակը գրում էր Կորինթացիներին եւ անդրադառնում էր համայնքին հուզող եւ համայնքում արկա խնդիրներին։ Դրա համար հռոմեացիներին ուղված նամակը, կորինթացիներին ուղված նամակը, եփեսացիներին ուղված նամակը, եբրայեցիներին ուղված նամակը բովանդակությամբ տարբերվում են իրարից, որովհետեւ Պողոս Առաքյալը անդրադառնում էր ամեն համայնքի յուրահատուկ խնդրին։ Եվ Հովան Ոսկեբերյանը ունի Կորինթացիների մեկնություն, Կորինթացիների թղթի ուղված մեկնություն, սրա հետ կապված նաև լայն ծավալուն մեկնություն ունի Շահե arczepiskopos Ազնավուրյանը, որտեղ ընդհանուր առմամբ Կորինթոսում իրավիճակն է նկարագրվում, հա, եւ հունական տարբեր պոլիսներում, որովհետեւ Պողոս Առաքյալը հունական այս պոլիսներում պայքարում էր գնոստիկների դեմ եւ այն վարդապետությունների դեմ, որոնք ներմուծում էին գնոստիկները։ Եվ գնոստիցիզմի ուղղություն կար, որտեղ ներկայացվում էր, չգիտեմ, արժի շատ երկար խոսել գնոստիցիզմի մասին, հասկանալու համար թե ինչ էր, բայց փորձեմ կարճ ձևով, հա, սրա մասին ասել, ուրեմն 5 տակարնյան Աստված չարի Աստված էր ներկայացվում որպես եւ այն մեկը հենց Յահվեն, որ չարեր եւ մարդկանց ստեղծեց իր հոգին փչելու համար եւ կար Սոֆիան, որ մի կաթիլ տվեց իր բարությունից մարդկանց մեջ եւ Քրիստոս ըստ էության Սոֆիայի ուղարկած մեկն էր, հա, ոչ թե Յահվեի, սա զրադաշտական դուալիզմի ազդեցության հետևանքն էր գնոստիկյան այս ուղղության մեջ եւ կանայք Սոֆիայի մարմնացումներն էին, ովքեր մարգարեանում էին եւ ովքեր մեկնում էին այդ խոսքը։ Դրա համար Պողոս Առաքյալը ասում է, որ հարիր չէ, որ կինը խոսի եկեղեցում։ Այսինքն սա ուղղված էր ուղիղ գնոստիկներին։ Եվ քանի որ նաև ամբարոյական կանանց Կորինթոսում եւ մի շարք պոլիսներում եւ նաև դա պարթևական ընդհանուր սովորություն էր, սափրում էին, որպեսզի բոլորի համար երևելի լիներ, հա, իրենց ամբարոյականությունը, եւ շատ կանայք դարձի էին գալի քրիստոնեության եկեղեցի եւ եկեղեցում ծառայության ժամանակ շատ հեշտ կարելի էր տարբերակել, հա, սափրած կնոջը մազերով կնոջ, եւ երբ որ բոլորը գլխաշորով էին, չէր անհնար էր տարբերել ով է դա, այսինքն քննադատության առիթ չլինելու համար։ Բայց միևնույն ժամանակ մեր ժամանակակից
աշխարհում ժամանակակից կենցաղում կնոջ համար գլխաշոր կրելը բարեպաշտություն է եւ բացասական չի իր էությամբ, որովհետեւ սա նախ եւ առաջ սրանով կարելի է հասկանալ, թե ինչքանով է կինը պատրաստ եկել, հա, եկեղեցի, պատրաստ եկել հաղորդության եւ դրա մեջ ես ոչ մի բացասական բան չեմ տեսնում, բայց միևնույն ժամանակ իհարկե գլխաշորի կրել կամ չկրելը չի խոսում մարդու հավատքի կամ անհավատության մասին։ Մյուս կողմից էլ գիտեք, եթե մենք այս ուղղությամբ ենք գնում, ընդհանրապես մարդու որևէ հագուստ դրա մասին չի խոսում, բայց միևնույն ժամանակ մարդու հագուստը նաև վկայում է, թե ինքը ինչ վերաբերմունք ունի այն տեղի հետ, այն ընկալման հետ ու միջավայրի հետ, որտեղ ինքը ներկա է։ Դրա համար պատշաճ հագուստը, նաև գլխաշորի կրելը, սա ոչ թե մարդը անում է Աստծո համար, հա, կամ համայնքի համար, այլ ինքն իր համար։ Նույն ձևի տեսեք մեր աղոթքի շարժումների մեջ, ինչի օրինակ կա ծնկելը, չէ, ամբողջական երկրպագությունը։ Բնականաբար սա Աստծո համար չի։ Սա մեր համար է, որովհետև նման շարժումները մեզ օգնում են աղոթքը ապրել ավելի, աղոթքը ընկալել եւ եկեղեցի գնալը սովորական այցելությունից տարբերում են, հա, որովհետեւ ամեն տեղ կինը կարող է գնալ, չգիտեմ, առանց գլխաշոր, բայց այ եկեղեցի գնալուց հիշել, որ պիտի լինի գլխաշորով, կրել այդ գլխաշորը առանձնացնում է, սրբացնում է այդտեղ գնալը եւ դրա համար հովվական նկատառումով, էլի շեշտում եմ, հովվական նկատառումով գլխաշորի կրելը ես դրական եմ համարում եւ դրական է համարում երևի մեր հոգեվորականների մեծամասնությունը, բայց միևնույն ժամանակ սա էլի դավանաբանական խնդիր չի եւ մեկնաբանել սա որպես մարդու հավատքի ցուցիչ ես չեմ կարող։ Դեռ վերջերս մի տեսանյութ էր տարածվել համացանցում, որտեղ նշվում էր, որ հղի կինը չի կարող մուտք գործել եկեղեցի, շատ մեկնաբանություններով։ Հիմա ուզում եմ անդրադառնալ, կան արդյոք օրեր, որ կինը չի կարող մուտք գործել եւ արդյոք հղի կինը չի կարող մտնել եկեղեցի։ Չկան նման օրեր, որ կինը կնոջ արգելվում է եկեղեցի մտնել։ Ընդհանրապես ֆիզիոլոգիայով պայմանավորված որևէ բան չի կարող խոչընդոտել մարդուն մտնել եկեղեցի։ Այստեղ մենք պետք է կարողանանք հստակ տարբերել ժամանակի հնարավորությունները եւ կարիքները, հա, որտեղ այդ կանոնները ժամանակի ընթացքում առաջացել են ինչ որ մի բանից պահելու համար։ Օրինակ, կանանց հատուկ օրերին թույլ չի տրվել մտնել եկեղեցի պարզ, պրիմիտիվ պատճառով։ Չի եղել հիգիենիկ համապատասխան միջոցներ, հա, եւ ուղղակի հասարակության մեջ կանայք ոչ միայն եկեղեցի չեն գնացել, տնից հիմնականում դուրս չեն եկել, հա։ Նույն ձևի նաև մաշկային տարբեր հիվանդությունների ժամանակ, հա, օրինակ բորոտության ժամանակ եւ այլ տարբեր վարակիչ հիվանդությունների ժամանակ ոչ մեկին թույլ չի տվել, անգամ իզոլացրել են։ Հիմա մենք բերենք մաշկային հիվանդությամբ մարդկանց, ասենք, չի կարելի, որ դուք մտնեք եկեղեցի, հա, օրինակ, չգիտեմ, մեկը ցրտային եղնջացան ունի, օրինակ, ասենք, դե եթե ունես չի կարելի մտնել եկեղեցի։ Այդ ժամանակը չի։ Հղի կանանց ինչի խրախուսվել, որ չգնան, որովհետեւ եկեղեցում շատ մարդիկ են եղել, տարբեր վարակներ են եղել, հղի կինը կարող էր վարակվել, կորցնել պտուղը։ Դրա համար խորհուրդ է տրվել, որ այդ ժամանակ զուտ, այսինքն կենցաղային հարմարավետության տեսանկյունից է սա, հա, դիտարկվել ընդհանրապես։ Բայց փառք Աստծո, մեր ժամանակում մենք չունենք նման արգելքներ եւ ըստ էության աչքով չես էլ կարող տարբերել, հա, ֆիզիոլոգիական տարբեր փուլերը եւ ուրեմն արգելելու կամ չմտնելու եւ այլն այս մոտեցումն էլ ընդհանրապես ծայրահեղություն է, բայց ես կուզեի, գիտեք, մի շատ կարեւոր բան արձանագրենք, որ երբ հավատը տկարանում է մարդկանց մեջ, մարդիկ սկսում են 100-երորդական բաներին ուշադրություն դարձնել, հա, 100-երորդական կամ 1000-երորդական բաներին, որովհետեւ մեր ժամանակակից աշխարհում կնոջ ու տղամարդու կնոջ կերպարի ընդհանրապես, եթե զուտ առանձին, հա, դա վերցնենք, սրանք այն հարցերն են, որոնք
չգիտեմ, ամենավերջի քննարկման առիթը պիտի տան, որտեղ մենք ավելի մեծ խնդիր ունենք, որ աշխարհում կա տենդենց մոր կերպարը նսեմացնելու եւ անկախ ազատ ու գործարար կնոջը ցույց տալու որպես կատարելատիպ։ Սա ավելի մեծ մարտահրավեր է քրիստոնեության համար եւ ավելի մեծ կանոնական խախտում է, հա, քան կգա կինը գլխաշորով չի գա կամ նման տարբեր բաներ է, էլի, որովհետեւ երբ որ որևէ մեկը հայտարարում է, որ մայր լինելը բավարար չի կնոջ համար, հա, որ կինը պիտի, չգիտեմ, էսանի, սա մեր աստվածաբանական, փրկաբանական ընկալմանը դեմ խոսույթ է, հա, եւ ես կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ովքեր պայքարում են, որպեսզի կանայք անպայման լինեն գլխաշորով եւ հատուկ օրերին չլինեն եկեղեցում, իրենց ամբողջ ներուժը ուղղել այս մարտահրավերին, որպեսզի հարվածի տակ չլինի կինը որպես մայր, կինը որպես, ինչպես Պետրոս Առաքյալն է ասում, կյանքի շնորհի ժառանգակից։ Իմ կարծիքով քրիստոնեական եկեղեցու, առհասարակ քրիստոնեական եկեղեցու գլխավոր գերխնդիրներից մեկը սա պիտի լինի։ Դերերից կինը ինչ դեր է ունեցել քրիստոնեության մեջ նախկինում։ Վաղ եկեղեցում կինը ունեցել է շատ մեծ համարում։ Խոսենք մենակ նրանից, որ Պողոս Առաքյալի օգնականներից մեկը կին է եղել, հենց որ Կորինթոս է ուղարկել կնոջը Պողոս Առաքյալը, եւ չմոռանանք, որ հոգեգալստյան օրը առաքյալները Մարիամ Աստվածածնի շուրջ էին հավաքվել, չմոռանանք նաեւ, որ մարդկանց մեջ ընդհանրապես ամենակատարյալը Մարիամ Աստվածածինն է համարվում կին։ Կամ միակ մարդը, հա, որ կատարելապես աստվածացել է, հա, այսինքն միացել է Հիսուս Քրիստոսին ու հասել է քրիստոնեական կատարելությանը, Մարիամ Աստվածածինն էր, կին, առաջին մարդը։ Բայց նաև պետք է հասկանալ ընդհանրապես, տեսեք, երբ որ մենք խոսում ենք կնոջ մասին, եւ քրիստոնյաներիս համար իհարկե կնոջ կերպարը Մարիամ Աստվածածնով է սկսվում եւ չափվում, մենք պետք է հասկանանք, որ Աստծո մարմնացումը մեր փրկության համար ամենակարևոր կետերից մեկն է, որովհետեւ եթե մենք չենք հավատում Հիսուս Քրիստոսի մարմնացմանը, նշանակում է, որ մենք չենք հավատում փրկությանը ընդհանրապես։ Եվ եթե մենք չենք հավատում, որ մարդը կարող է լինել Քրիստոսի պես, ուրեմն մենք չենք հավատում, որ Քրիստոս մարմնացել է, որովհետև եթե պիտի Աստված մարմնանար, բայց մարդու համար Աստվածանալը մնար անհասանելի, նշանակում է, որ մենք ընդամենը խաբում ենք մեզ, իլյուզիայի մեջ ենք։ Եվ եվտիքականությունը ըստ էության հենց այս աղանդն էր, որ մտածում էր, որ մարդը երբեք Քրիստոսի պես չի կարող լինել։ Մենք հավատում ենք, որ կարող է լինել մարդը Քրիստոսի պես ու դրա համար էլ ապրում ենք։ Հակառակ դեպքում մենք մերժում ենք մարմնացումը եւ շատ կարեւոր է հասկանալ, որ երբ որ մենք խոսում ենք այս բաների մասին, մենք չենք ասում, չէ՞, տղամարդը կարող է լինել Քրիստոսի պես, մենք ասում ենք մարդը, այսինքն անկախ սեռից որևէ մարդ ու եթե տղամարդկանց տրված է քահանայությունը, կանանց տրված է մայրությունը, որ շնորհով ըստ էության անհամեմատելի է որևէ մարդուն տրված շնորհներից, որտեվ ով է Աստծուց բացի, որ կյանք է կարողանում տալ բանական էակի, հա, մարդու, չէ՞, վերջիվերջո այս փոքրիկ բաներ են ծնվում, բայց հետո դառնում են մարդ։ Տեր մի անգամ ինձ հարցազրույցի ժամանակ ասացիք, որ ժամանակակից աշխարհում կնոջ դերն ունեն գլխավորապես քրիստոնեության շնորհիվ։ Այո, քրիստոնեությունը եւ Պողոս Առաքյալը առաջին մարդն էր, որ շոկային, հա, հայտարարություն էր անում, որ չկա տարբերություն կնոջ ու տղամարդու միջև։ Դեռ այն ժամանակ։ Այո, դեռ առաջին դարում, որովհետեւ ամենալիբերալ, հա, ամենաազատամիտ ռոմեական կայսրության մեջ միևնույնն է կանայք ստորադասում էին տղամարդկանց եւ չնայած նրան, որ Հուստինիանոսը ժառանգա էր նաև դարձնում կանանց, այս ժառանգությունը
միայն նրա համար էր, որպեսզի սեփական տոհմում մնա այդ ամեն ինչը, բայց կառավարումը միևնույնն է տղամարդիկ էին անում։ Եվ քրիստոնեությունը չտարբերակելով մարդու սեռը, խոսում է մարդու փրկության մասին։ Եվ եթե դուք նայեք զուտ պատմությունը, սուֆրաժիստուհիներից սկսած, վերջացած ոչ ուլտրաֆեմինիստներով, այլ այն մարդկանց, ովքեր իրոք պայքարում էին կանանց իրավունքների մասին, նախ դա եղել է քրիստոնեական միջավայրում, արևմուտքի քրիստոնեական ընկալումների մեջ, այս փիլիսոփայության ներքո, եւ երկրորդ ամենասուր փաստարկները, դրանք սուրբ գրային փաստարկներ են։ Այսինքն մնացած հասարակություններն ու մնացած կրոնները չեն դիտարկում կնոջը որպես հավասար մեկը, բայց խնդիրը, ինչպես ասում են, սատանան մանուկների մեջ է, չէ՞, խնդիրը նա է, որ կնոջ հավասարությունը դեռևս չի նշանակում կնոջ գերակայություն, որտեղ երբ որ մենք ժամանակակից իրավական ընկալումների մեջ գալիս ենք ուլտրաֆեմինիզմի, մենք տեսնում ենք, որ մենք գալիս ենք այնտեղ, որտեղ կինը դառնում է մեկ էլ ավելի գերակա, քան տղամարդը, հա, որ ասում են աչքի տեղը ունքնել ենք վնասում, ուրեմն կինն էլ գերակա չի տղամարդուց, կինն ու տղամարդը հավասար են, մարդ են իրենք։ Եվ կնոջ մասին խոսելիս ու կնոջ իրավունքների մասին խոսելիս եկեղեցին միշտ աջակցում է սեռերի հավասարությունը, բայց երբ որ որևէ տեղ, հա, տարբերություն է լինում, այսինքն նժարը մի կողմի վրա է լինում, ստեղ մենք անհամաձայնություն ունենք։ Եվ կինը պիտի իր գործառույթներով ու իր դերի մեջ մնա, տղամարդը իր գործառույթներով ու իր դերի մեջ պիտի մնա։ Այսինքն որևէ տեղ խոսելով կնոջ իրավունքներից, երբ որ մենք կանանց դարձնում ենք չգիտեմ, գերդրական ու տղամարդկանց ենք նսեմացնում, սա էլ իհարկե քրիստոնեական չի, այլ ավելի շատ ժամանակակից ինստագրամյան թրենդներից է, կարծում եմ։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Ես հիշեցնեմ, որ Տեր Տիգրան Քահանա Բադիրյանի հետ զրուցում էինք եկեղեցում կնոջ ներկայության մասին։